Ողջույն ինձ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, դե գիտեմ, որ բոլորդ զբաղված եք այս օրերին, սիրելիներս, ուզում եմ ձեզ ներկայացնեմ մի շատ համեղ վիտամիններով հարուստ աղցան, դե գնացիք սիրելիներս, հետևորդներ, սա էլ մեր աղցանը, շատ համեղ աղցան ստացանք, սիրելի հետևորդներ, ամենասկզբից սոխարածն ենք պատրաստում, ուրեմն այս բանին, այս աղցանին հարկավոր է սոխ, այսից երկար կտրտած, կիսա լուսնաձև, այս առանձնացնեմ, մի հատ սոխ եմ վերցրել, միջակ սոխը, ոչ մեծ է, ոչ է փոքր է, հարկավոր է և բուղարական են պղպեղները անենք, մսոտ են, 3 գույն եմ վերցրել, կանաչ, դեղի և կարմիր գույները և մեզ հարկավոր է, կարող եք տավարի միս խաշել, կարող եք խոզի միս խաշել, կարող եք հավի դոշով պատրաստել, ոնց ցանկանում եք, հարկավոր է և ոսպ, կիսայեպ, էլի, որ ոչ չոմլի, ոչ է շատ եփած լինի, հարկավոր է գարուղ, հարկավոր է կուկուռուս, հիմա 1, 2, 3, 4, 5, 6 տեսակը խառնելու եմ ջուրա սիրելի հետևորդներ, սոխարածը ասեմ, որ շատ չեմ տապակելու, այնքան որ մի քիչ փափկի, այսքանը գերիք է, շատը տեղափոխենք, պարայի մեջ, մի քիչ է տապակել, Հիմա հերիքը, ամա դերդ ուսում տեսնում ենք տարայի մեջ, հետո ավելացնում ենք աղտեղը, քիչ բերանը փակենք, որ շուտ լինի, լավանից հետա տարածվեք աղտեղի,
Հոտը շատ ամուսա աշխուկը տարածվեց։ Ուրեմն սիրելի հետևորդներ, այնքան ենք տակակում, որ ոչ շատ փափուկ լինի, ոչ էլ պինդ լինի։ Հիմա պատրաստ է, վրեն ավելացնում եմ կտրտած միսը խոզի, չնայած միսը եփված է, բայց մի հատ էլ տաքացնենք։ 2 րոպե մնա ու վերցնենք։ Արդեն պատրաստ է, որ վերցնենք։ Ջատեցինք։ Վրան ավելացնում ենք եփած ոսկը, ավելացնում ենք կուկուրուզը, ավելացնում ենք գարուխը։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ սա տոնական աղցան է։ Հետո էլի չենք ավելացնելու։ Ավելացնում ենք աղ, ճիշտ արանքում աղ եմ ցանել, բայց քիչ է, ալանի է։ Կհամտեսենք, որ պետք է նորից կավելացնենք, մի քիչ սև պղպեղ եմ ավելացնում և կարմիր պղպեղ, մի քիչ էլ կարմիր պղպեղ, ավելացնում ենք սոյա, ճիշտ ասած, հլա աղի համը կտեսնեմ նոր, որտեղ մոռացա սոյան աղի է, և զեյթունի յուղ ենք ավելացնում, զեյթունի ձետ, խառնում ենք իրար։ Կարող եք գազարել տապակել, գազարել ավելացնել, ես չավելացրեցի։ Ինքը տոնական աղցան է, սիրելի հետևորդներ։ Մի հատ էսա կհամտեսենք, տեսնենք, եթե աղը պակաս լինի, ուրեմն սոյա կավելացնենք։ Պակաս է։ Շատ համեղ է, ասեմ, որ սոյան համը բերում է։ Իսկ իշտ է պակասում, սիրելի հետևորդներ, պակասում է քացախը։ Քացախ պետք է լցնենք, որ աղցանի համը տա։ Մեկ ճաշի գտալ խնձորի քացախ եմ ավելացնում։ Տեսնենք, ոնց ստացվեց։
Այ հիմա եղավ իսկական քացա աղցա վայ չուտողին շատ համեղ է մեր աղցանը պատրաստ է սիրելի հետևորդներ ջան Սիրելի հետևորդներ ջան, այս արանքով եմ մի հատ սուրճ տնեմ, սուրճ խմենք միասին ու հոլովակը եզրափակենք։ Սիրելի հետևորդներ ջան, դե այսօր ամսի 31-ն է, իրիկն ու նորից մենք կհանդիպենք, կշնորհավորենք իրար սիրելիներս, մի հատ սուրճս եփվի, ուզում եմ մի քիչ մի երկու բանի մասին խոսամ, սիրելի հետևորդներ ջան, ասիկ եփվի վերջանա հետո։ Ինչքան դժվար օրա չէ, այս 3-4 օրերը ժողովուրդը կոտորվեցինք, մանավանդ մենք խմորեղեն թխելով։ Ոյ, այսօր առավոտյան վեր կացա, այդ աղցանը պատրաստեցի, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ ինքը տոնական աղցան է, կարող եք լիսներ շատ լցնել, ասեք ինչ չափի պատրաստում եք, այդ չափի էլ ամեն ինչից ավելացնեք, ամեն մոք չավելացրի, կարող եք ավելացնել դուք, թարմ մաղադանոց ես չեմ ավելացրել, Առանց մաղադանոսի ես շատ համեղ է ստացվել, չեք պատկերացնի, որ ինչքան համով էր ստացվել սիրելի հետևորդներ ջան, հատեսի տնեմ մի կողմի վրա, մեր սեղանը լիքն է այսօր։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ խոսեմ, երեք որ փախլավն հոլովակը տեղադրել էի, ուրեմն ասեմ, որ ես այս սլայոնի խմորով առաջին անգամը փախլավա սարքեցի, ճիշտ է, էլի նույն խմորն եմ պատրաստել, ասենք մեջը կարագով ամեն ինչով, բայց ասենք թե պարտադիր չէ, որ շատ էլ բարձրանալ, շատ ավելի հաջողակ էր ստացվել, էլի բեզեյով, էլի մեծ կտորներով, փախլավայի, բայց այս անգամ փոխեցի ձևը, լսելով ուրիշի, սլայոնի խմորով արի, որ կաթաները տես լավ բարձրանում է, ու ասեցին, որ հիմա բանը փախլավի, ասենք կտորները մեծոտ չեն պատրաստում, փոքրոտ, այնքան որ մի անգամ դնես բերանը, ասեմ, որ ճիշտ է,
ինքը չեմ թողել, որ տեսա, որ պոպոքը վառվում է, ես վերցրեցի, մեղրը լցրեցի վրան եւ նորից դրեցի ներսը։ Իսկ իմ քույրիկը Ֆլորան ասում է, որ պոպոքը հետո պետք է դնես, Ֆլորա ջան, պոպոքը հետո որ դնենք, արդեն խմորի երեսը պնդացած է, պոպոքը չի մնա, հենց պոպոքը խմորի վրա է սխմում, որ մնա։ Հա, ես էլի եմ պատրաստել եւ առանց պոպոքի եմ պատրաստել, վերջը կարևորը, որ շատ համեղ է ստացվել, այնքան որ մի քառակուսի կտոր է, որ մի անգամ վերցնես տնես բերանը, շատ համեղ է ստացվել։ Մի հոգ էլ գրել էր, ասում է Միթամետի ինչ եղավ, ինչ դարձավ, YouTube-ը պատասխանել էր իրան, որ անունն ասա տնակ ինչ եղավ, ինչ եք պատրաստել, որ դե դու անունն ասա էլի, որ ասում ասի, յանը ինչ ստացվեց, անունը չի իմ անում միշտ, YouTube-ն ասում է, դե դու ասա անունը, տեսնենք ինչ ա։ Հիմա ամեն մեկը իրան պես ձևով պատրաստում է, կարևորը որ համեղ լինի, կարևորը տեսքը չի, այն որ աղջիկներ կան սիր ունեն, բայց մեջները փուչա, այդի դրան անում է։ Այս անգամ էլ ռեցեպտս տենց արի, բայց շատ համեղից, եթե դուք այդ նույն իմ ձևով անեք, կարակ կտրվածքները խոշոր տակ, հետո ինձ ասեցին, որ բանա, մի կտրի, ես միշտ կտրել առանձնացրել եմ, որ ավելի պարզ երևասին, տանակի հետևի մասով գծերը տուր, հետևի մասով տվի, ինքը թխվեց այդ գծերն էլ կորավ, որ ասում է, ոնց որ գիտես, այնպես պետք է անես, ինչպես դու գիտես, ինչպես արել ես, պետք է տենց անես, ուրիշի չլսեց, ես անգամ ուրիշի լսեց տանակի հետևի մասով արի և սխալվեցի ես, դե ոչինչ, ինչ որ այա դերը տենց անցավ, կուտենք կգնա, երեխեքս համը տեսել են, ասում են շտատի ջան, շատ համեղ է, այդ բարձրությունը որ կա, հոտ այդ բարձր չի մնացել, ինքը նստել է, այս չափսի է դարձել, ասեմ, որ շատ համեղ է, հլա որ բան բերենք, որ կտրենք, ես մի հատ կնկարեմ, մի ուրիշ հոլովակի հետ կմիացնեմ, կտեսնեք։ Այսել այսքանը սիրելի հետևորդներ ջան, դե շատ շնորհակալ եմ, որ միջև վեր դիտեցիք իմ հոլովակը, սիրելիներս, չմոռանաք զանգակ կոճակը, բաժանորդագրվել, լայքել, սիրելիներս, ինչ ասեմ, բոլորիդ նոր տարին շնորհավոր, բոլորիդ ցանկանում եմ երջանկություն, առողջություն, ինչքան կիսատ գործեր ունեք, այս 26 թվին թող կատարվի սիրելիներս, կարևորը առողջ լինենք, ամեն ինչի դեմը կարող ենք առնել սիրելիներս, շնորհավոր ամանոր, շնորհավորում եմ նաև իմ քույրերին, իմ եղբայրներին, որ գտնվում են օտարության մեջ, Ռուսաստանում, իմ թորներիս, էլի թորներս գտնվում են Ռուսաստանում, աղջիկներս ստեղ են դե, ընտանիքներս ստեղ է սիրելիներս, իմ ընկերուհիներին, որ գտնվում են Հունաստանում, սիրելիներս, բոլորիդ նոր տարին շնորհավոր, ես գիտեմ, որ դուք իմ հոլովակը դիտում եք սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։